Ռոմանոս Պետրոսյանն էր անդրադարձել ձեզ, նաև նշելով, որ մասնավորապես դուք եւ Սամվել Կարապետյանը պիտի իրեն շատ շնորհակալ լինեք, որովհետեւ ինքը հեծում մեծ խնայողություններ է արել։ Այսպես ասեմ, եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ են եղել եւ ինչ արդյունքներ են եղել։ Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել ակամայից թե կամայից, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի։ Բայց իշխանությունները անդադար հիշեցնում են, նշում են եւ նույնիսկ նշել են, որ ձեզ հետ ցանկացել են հանդիպել, քննարկել հենց այս դրվագները։ Մենք չենք դիտարկում օրինական քայլ կառավարչի նշանակումը, այդ իսկ պատճառով հանդիպումը ես ձեռնպահ եմ մնացել հանդիպումից։ Իսկ իշխանությունները նաև հիշատակում են իրավունքի հետ կապված, հա, ասել են կքննարկեն, հա, եթե համաձայնության չգա, գերակա շահ կճանաչվի այս մասին։ Իրենք կարող են Հայաստան բոլոր խանութները, բոլոր կրպակները մի օր սկսեն գերակա շահ ճանաչել։ Մենք պետք է հիշենք, որ զարգացած երկիր ունենալու համար գործարարը, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումը պաշտպանված է։ Հայաստանում մարդկանց մեծ գործարարի ներդրումը պաշտպանված է, թե չէ։ Հիմա իշխանությունները անդադար հիշատակում են Սամվել Կարապետյանի խոսքը, որ ասել էր թքած ունեմ հեծի վրա եւ իրենք դա մեջբերում են անդադար։ Շատ կարևոր է, որ որևէ ակտիվ, որևէ ընկերություն, որևէ չափի գումար Սամվել Կարապետյանի համար կարևոր չէ այնքան, ինչքան իր համոզմունքները։ Իր ասածը այդ ձևաչափով կարելի է ընկալել, ու մենք ընկալում ենք այդպես։ Իրենք մի բան պետք է ասեն, դա են ասում։ Հիմնարվ այսօրվա դատական նիստից ինչպիսին են սպասելիքները, հաշվի առնելով, որ մշտապես եւ ձեր եւ շարժման անդամների, իրավապաշտպանների կողմից հնչում է տեսակետ, որ այս ամենը քաղաքական է։ Մեր օպոնենտները ասում են, որ վտանգ չեն տեսնում մեր ուժի մեջ, վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքի մեջ։ Եթե վտանգ չեն տեսնում, ինչու բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Ինչու են տենց հետևողական բոլոր մեթոդները կիրառում, որպեսզի ինչքան հնարավոր շատ նրան պահեն կալանքի տակ։ Ես կարող եմ ասել մի պատճառով իրենք վախենում են, որ մեր հասարակության եւ Սամվել Կարապետյանի շփման արդյունքում իրենք շատ բաներ կարող է պարզ լինել, ու իրենք կարող է կորցնեն այն հասարակության մոտ սարքած վստահությունը, որը մինչև հիմա որոշ հատվածներում հասարակության իրենք կարողացել են ձեռք բերել ֆեյք նորությունների հաշվին։ Պարոն Կարապետյան,